մերձավոր արևելքում որևէ հարց երևի նկատել եք, առանց էմիրությունների չի լսում, քննարկում են հետները, իրենք դարել են լուրջ խաղացող, կամ Սինգապուրը, հարավ Ասիայի այդ հարավ-արևելյան շրջանում ամենից փոքր երկիրն է, բայց լուրջ դերակատար է, որովհետև ճիշտ արտաքին քաղաքականություն է վարել բոլոր հարևանների հետ, խոշոր ուժային կենտրոնների հետ։ Ինչու եք բացառում, որ հիմա փոքրացած Հայաստանին այդքան լավ կարող է տիրություն անել Նիկոլ Փաշինյանը, որ դարձնի մի հարավկովկասյան Սինգապուր։ Հենց դա եմ ասում, որ չի կարող անի, որովհետև ասում եմ, սա ես էլ ուրիշ բանից չի դարձրում։ Իմ տարածքով էլ ամենից, իմ տարածքի ամենից հետաքրքիր կտորը տանք ամերիկացիներին, թող իրենք ոնց ուզում են կառավարեն։ Իսկ սա է։ Ես նաև այս երկրների հետ լավ համեմատեմ մի ուրիշ երկիր Գայիցին։ Մոտարապես Հայաստանի չափ երկիր։ Մի բռնապետ փոխարինում է մյուսով, ասում է, այս աշխարհի հետ գործ չունեմ, միայն չխանգարեք, ես իմ բռնապետությունը շարունակեմ։ Եվ մի բռնապետ փոխարինում է մյուսին, սա ենք ուզում։ Հիմա մենք գնում ենք այս մոդելով, այս վերջի կալանավորումները ինձ ցույց է տալիս, որ մենք ուզում ենք դառնանք այստեղ մի Գայիցի պես մի բան։